Վերադարձանք տաղավար, իսկ այստեղի բույրը մեզ հուշում է, որ այս պահին մենք տեղափոխվելու ենք ուր խոհանոց և ասելու ենք բարի լույս Անուշին, ով ներկայացնելու է շատ հետաքրքիր բաղադրատոմս։ Բարի լույս։ Բարի լույս սիրելի գործընկերներ, բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, հացի բույրն զգում եք, չէ՞ արդեն։ Իհարկե զգում ենք։ Ես սկսեցի չորացնել մի փոքր մեր հացերը, որի վրա պատրաստելու ենք, որը կարող է նախուտեստ լինել, կարող է ուղղակի առանց հացի կարող ենք մատուցել և դառնալ աղցան, այնպես որ ով ինչպես կցանկանա կարող է մատուցել, բայց պատրաստում ենք նախաճաշին, ով ինչպես կցանկանա։ Նախաճաշին մի քիչ այդքան էլ շատ բաղադրիչներ են, այո, գուցե և նախաճաշին ոչ, բայց շատ համեղ նախուտեստ և աղցան կարող է լինել։ Մեզ անհրաժեշտ է լոլիկ, պղպեղ, ավոկադո, ֆետա պանիր, ձիթապտուղ, թունաձուկ, որը մանանեխով շատ յուրօրինակ համ կդարձնի մանանեխը։ Հրաշալի նախաճաշի բաղադրիչներ էին, ասեմ իմանաս Անուշ։ Այնպես որ թունաձուկը, ավոկադոն և բանջարեղենը։ Ավոկադոն, այո, ուղղակի մենք միշտ շտապում ենք և մտածում ենք, եթե նախաճաշին մի փոքր ավելի արագ որևէ ուտեստ պատրաստենք, դրա համար մտածում եմ, որ գուցե այդքան կտրելու ժամանակ չծախսենք։ Մենք վստահ ենք, որ դու նաև այս բաղադրատոմսը շատ արագ ես պատրաստելու, ինչպես յուրաքանչյուր անգամ բարդ բաղադրատոմս մեր տաղավարում շատ արագ դառնում է իրականություն։ Կտրատվում է արագությամբ և դառնում է, այո, մոտ 10 րոպե և պատրաստ է այն, ինչ Անուշը առաջարկել էր։ Ինչ բաղադրիչներ, բանջարեղենն է սկսում կտրատել։ Այո, կտրենք չերի լոլիկը։ Լոլիկը, չերի լոլիկները շատ քաղցր են և աղցաների համար իհարկե հարմար է չերի լոլիկները հենց։ Եվ կանցնենք հետո պղպեղին։ Թունաձուկը իդեպ շատ հարմար է նմանատիպ աղցաններ պատրաստելու համար և նախաճաշեր պատրաստելու համար, ինչու ոչ։ Իսկ դուք սիրում եք թունաձուկ։ Ես առհասարակ բոլոր ձկներին եմ սիրում։ Բոլոր ձկներին Եվ ոչ միայն ձկներին, բոլորին, ովքեր ապրում են ջրում և կարելի է նրանց ուտել։ Թունային ես էլ եմ շատ սիրում։ Բայց բոլորին այդպես չեմ կարող ասել, բայց այո, թունան առանձնահատուկ սեր է վայելում թունայի հետ։ Դե որովհետև համել պատրաստ է արդեն, բացում ես ուղղակի և վերջ։ Եվ այո, Անուշը ճիշտ է ասում, եթե չորահացը հանում ենք, ապա դառնում է հրաշալի աղցան։ Այո, այո։ Իրականում սա ես ուղղակի մտածեցի մատուցել որպես նախուտեստ և այդպես մի անգամ պատրաստեցի տանը ու հասկացա, որ շատ գեղեցիկ է ստացվում։ Ու որոշեցի այսօր մեր հեռուստադիտողներին առաջարկել։ Խորանարդաձև փոքր կտրտենք պղպեղը։ Անուշ, իսկ այս բաղադրատոմսը քեզ որտեղից։ Սա ես տեսել եմ սոցհարթակներում, հավանեցի, արդեն չեմ էլ հիշում, շատ վաղուց եմ պատրաստել և տանը հաճախ պատրաստում եմ։ Եվ չեմ էլ հիշում, թե որ բաղադրիչն եմ ավելացրել, պակասեցրել, այդպես միշտ լինում է։ Բայց արդյունքում սա է։ Որ մասն է հեղինակային։ Արդյունքում այս տեսքն ունի։ Իսկ կա որևիցե բաղադրատոմս, ճաշի, նախաճաշի կամ աղցանի, չգիտեմ, որը վաղուց պատրաստել է շատ լավ է ստացվել, բայց ինչ-ինչ պատճառներով երկար ժամանակ է չես կարողանում անցնել, ձեռքը չի հասնում հենց այդ բաղադրատոմսով նորից կրկին պատրաստես այդ համեղ ուտեստը։ Իդեպ հաճախ է այդպես լինում, հաճախ է լինում, բայց հիմա լավ է, որ ինչ-որ բաներ եթե մոռացված են, ես հաստատ իմ էջում ունեմ պատրաստած, տեսնում եմ, ասում վաղուց չեմ պատրաստել։ Եվ որ բաղադրատոմսն է դա։ Չեմ կարող մեկը նշել, շատ են։ Շատ են։ Այդպիսիք շատ են, իսկապես մոռացված շատ են։ Ես արդեն պատկերացրեցի, Անուշը գիշերը վերցնում է իր հեռախոսը, բացում է իր էջը, այսպես բարձրանում է, իջնում է, սկսում է շրջել, հետո ասել, այ սա վաղուց չեմ պատրաստել, կարելի է սա պատրաստել։ Բայց իրոք այդպես է։ Էլ չեմ ասում, եթե հյուր պետք է ընդունեմ, արագ բացում եմ և միանգամից իմ ճաշացանկը օրվա արդեն պատրաստ է։ Ինչ եփել այսօր հարցի պատասխանը Անուշը տալիս է թե եթերում, թե սոցհարթակներում։ Դե իսկապես այդպես հեշտ է։ Ժամանակին ունեի այդպիսի գիրք։ Նոթատետր։ Որտեղ գրված էին բոլոր բաղադրատոմսերը, ինչպես մեր բոլոր մայրիկները ունեին այդ
Նոթատետրերը։ Այո, հենց այդ նոթատետրերից։ Օրինակ ես միշտ ունեցել եմ այդ ցանկությունը, երբ լինի ազատ ժամանակ, ունենալ գեղեցիկ մի գիրք, որտեղ փոքրիկ լուսանկարներով, այսպես գեղեցիկ գունավոր, հիշում ես, կար ժամանակ, երբ գունավոր գրիչներով տետրերում էինք գրում։ Հուշատետրերը։ Փայլուն գրիչներ կային։ Այդպիսի գեղեցիկ գրիչներով գրել բաղադրատոմսերը եւ պահել, որպեսզի չկորցնեն։ Հետո հիշում եմ, որ մեր օրերում կա գadgetներ, որ կարելի է շատ արագ որոնման որևէ հարթակում գրել թե ինչ կա տանը եւ նա միանգամից կառաջարկի մի քանի բաղադրատոմս։ Նոթատետր չես առնում, գունավոր գրիչներ չես առնում։ Բայց շատ անուշ ելակի հոտ ունեին այդ գրիչները։ Ահա։ Այ հիմա ավոկադոյի հոտով է կլինի գրիչ, որովհետեւ այո, ավոկադոն կանաչ գրիչները գուցե լինեն։ Այո։ Իդեպ ես մինչև հիմա մրշնաբուն եւ փախլավա պատրաստում եմ հենց այդ հին մայրիկի նոթատետրից նայելով, որովհետեւ որքան էլ որ հաճախ պատրաստես, միևնույնն է, ես սիրում եմ, երբ որ լինի, որ հանկարծ ինչ-որ մի բաղադրիչ չմոռանամ, միշտ պատրաստ մոտս պարտադիր դրված է, այո։ Եվ մայրիկի նոթատետրն ինձ մոտ է ու միշտ նայում եմ իր բաղադրատոմսով եմ պատրաստում։ Հիմա ավոկադոն կտրենք, մենք ավելացրեցինք թունաձուկը։ Իդեպ ասում են ավոկադո ընտրելիս լավ կլինի, որ հենց այս տեսակն ընտրեմ, որովհետև իրականում հենց այս ավոկադոն է, որ շատ վիտամիններ է պարունակում։ Մենք մուկ կեղևով, չէ՞։ Այո։ Մենք եթերներից մեկի ընթացքում փորձեցինք գտնել ավոկադոյի թե քանի տեսակ կա ու դրանք 100-ից ավելի են եւ առողջարար հատկությունները ավոկադոյի կրկին, եթե շատ մանրամասն փորձենք նկարագրել 100-ից ավելի են, այնպես որ կարելի է նախաճաշին գոնե աղցանների կամ պարզապես փոքրիկ բրուսկետաների տեսքով վայելել ավոկադոն, որովհետեւ իսկապես շատ առողջարար է ու շատ կարեւոր։ Իսկ լսել եք այդ նոր ուսումնասիրության մասին, որ հիմա էլ պնդում են, որ ավոկադոն վնասակար է առողջությանը։ Դե կարծում եմ դա այն տարբերակն է, որ ասում են ջուրը պետք է շատ խմել, մյուսն էլ ասում են ոչ շատ խմել չի կարելի։ 2 լիտր պարտադիր է, բայց ոչ 2 լիտր պարտադիր չէ, այնպես որ պետք է ուղղակի հետևել օրգանիզմին, այո։ Ինձ թվում է, այո, յուրաքանչյուրը պետք է լսի իր օրգանիզմին եւ ընդհանրապես չափի մեջ ամեն ինչն է պետք է չափի մեջ լինի։ Որևէ մթերքի չարաշահումը ինձ թվում է լինի ավոկադո թե ուրիշ բան, այդքան է լավ չի լինի։ Եվ մնում է ձիթապտուղը կտրենք ու մատուցենք։ Այս դեպքում նաև կարող ենք հիշել ձիթապտղի օգտակար հատկանիշների մասին, թե ինչքան կարևոր է ձիթապտուղը, ձիթայուղը օգտագործել հատկապես աղցաններ պատրաստելու ընթացքում։ Բայց տարիների ընթացքում որքան մերվեցինք, չէ, այսպես ասեմ, եւ սովորեցինք ձիթայուղին, նույնիսկ աղցաններին, մեջ ենք միայն դա օգտագործում եւ չենք զգում այդ դառը համը, ինչպես որ ամենասկզբից Ես հիշում եմ, երբ առաջին անգամ փորձեցի աղցանը ձիթայուղով եւ հասկացա, որ դա երբեք չի կարելի ուտել։ Ինձ թվում է յուրաքանչյուր նոր մթերք այդպես է լինում։ Բայց հետագայում նաև արտադրողները սկսեցին շատ տարբեր տեսակներ արտադրել նույն ձիթայուղի, որը կարելի է թե թավայի մեջ տապակելու համար օգտագործել եւ որևէ համ, դառնահամը կամ բույրը չի տարածվի։ Իսկ ավոկադոյի ձեթը օգտագործել եք։ Այո։ Այո։ Եվ լավը չէ։ Լավը չէ։ Դե կարծում եմ մի օր դրան էլ կսովորենք եւ կամ կփոխվի գուցե ինչ որ կօգտագործենք։ Ձիթապտուղն էլ ավելացնենք։ Կարծես այո։ Պանիրը մոռանում էինք։ Ֆետա պանիրը։ Այո։ Փշրում ենք։ Եվ մի փոքր մանանեխ կավելացնենք, խառնենք ու մատուցենք։ Հետո էլ ասում էր երկար էր։ Այո, նախաճաշին մի պատրաստեք համար սա երկար է կտրատելը։ Մի փոքր աղ պղպեղ ավելացնենք։ Սև պղպեղ։ Եվ պետք է հացը այսպես կտրենք։
հացիկով ենք չէ ուտելու այդ բրուսկետաները։ Խրթխրթան։ Արդեն պատկերացնում ենք։ Իրականում շատ համեղ է։ Դե Կարող ես լցոնես այդ հացերը եւ նաեւ որևիցե հատված կմնա աղցանի համար։ Այո։ Որ հետո որպես աղցան ուտենք։ Այսպես դնում ենք հացի վրա։ Մատուցման շատ գեղեցիկ ձև է։ Եվ այսպես սկսենք դասավորել մատուցման ափսեի մեջ, որը եւս շատ գեղեցիկ է եւ հատուկ ընտրված ինչպես յուրաքանչյուր անգամ։ Իդեպ շատ հաճախ, բնականաբար, երբ այսպես սեղանին դնելու համար մի քանի հացի վրա ուղղակի որպես նախուտեստ արդեն տեղավորում եմ, շատ հաճախ ուղղակի մի փոքրիկ ափսեով էլ կողքին հենց այդպես եմ Որպես աղցան։ Որպես աղցան։ Որովհետև կան երբեմն օրինակ պղպեղի մեջ են մատուցում եւ կան մարդիկ, որ պղպեղով չեն ցանկանում ուտել եւ հենց այդպես որպես աղցան են օգտագործում։ Այսինքն հացի փոխարեն կարելի է օգտագործել օրին կարմիր պղպեղը, մեծ կտրատած։ Այո։ Գեղեցիկ է, մենք հաճախ ենք այստեղ նմանատիպ աղցաններ պատրաստում եւ մատուցումը շատ գեղեցիկ է։ Եվ հիմա ջեռոցում նույնիսկ պատրաստում են շատ Պղպեղի մեջ հենց ուտեստներ, այո, պանրային, սպանախով։ Շատ հետաքրքիր է լինում։ Եվ եւս մեկը վերջինը կավարտենք։ Ընդհանրապես ավոկադոն թունաձկան հետ բնականաբար շատ համեղ է եւ այստեղ մի փոքր մանանեղ խառնելով յուրահատուկ համ ենք տալիս այս աղցանին։ Իսկ ձիթայուղ խառնեցիր մի փոքր։ Ոչ, չէ։ Եվ ոչ էլ կիտրոնի հյուր։ Ձուկը արդեն յուղոտ է, այստեղ չավելացրեցի։ Հիանալի է։ Ես մոռացա իրականում եթերից առաջ խոստացել էի Անուշին հաշվել, թե քանի րոպեում պատրաստեց, որովհետև ինչպես սկզբում նաև եթերում մեզ հուշել։ Մեզ կարող են հուշել, բայց կարծում եմ 12-13 րոպեն չենք անցել։ 12 րոպե։ Ուղիղ 12 րոպեում Անուշը կարողացավ պատրաստել այս հրաշք աղցանը, նախուտեստը, որը թվում էր նրա համար շատ երկար։ Որը վստահ ենք շատ համեղ է։ Բնականաբար շատ համեղ է լինելու, վստահ եմ մեր հեռուստադիտողները այս բաղադրատոմսը կօգտագործեն, Անուշ լինի։ Շնորհակալ ենք։ Իսկ մենք սիրելի հեռուստադիտողներ շարժվենք առաջ։